Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Իր ելույթում արտգործնախարարը նշել է, որ ԱՊՀ-ն ստանձնել է քաղաքական եւ հումանիտար պարտավորություններ, սակայն մեծ հաշվով չի կարողանում իրականացնել դրանք։ Չի հաջողվում կանխել բազմաթիվ հիմնարար հարցերում նաև անվտանգության ոլորտում եղած բացասական երևույթները։ Դրա վառ դրսևորումներից մեկը Ղարաբաղյան հիմնահարցն է։ Վերջին օրերի իրադարձությունները հանգեցրեցին մարդկային կորուստների եւ ճգնաժամի խորացման, հղի են երկարաժամկետ ապակայունացմամբ եւ կարող են նոր մարտահրավերներ դառնալ միջազգային մարդասիրական իրավունքի համար։ Նալբանդյանը շեշտել է, որ ԱՊՀ կանոնադրության մեջ ամրագրված է անդամ պետությունների միջև վեճերը եւ հակամարտությունները միմիայն խաղաղ ճանապարհով լուծելու դրույթը, որը գործնականում չի պահպանվում։ Այս իրադարձությունները տեղի ունեցան այն պատճառով, որ ԱՊՀ-ում ոչ բոլորն են գործադրում այս մոտեցումը։ Արցախի դեմ վերջին օրերին Բաքվի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունները խախտում են Ադրբեջանի իսկ ստորագրած հրադադարի 1994 թվականի եւ հրադադարի ամրապնդման 1995 թվականի եռակողմ անժամկետ համաձայնագրերը։ Խնդիրը միմիայն խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերը Ադրբեջանը ոտնահարեց։ Հայաստանի արտգործնախարարը կազմակերպության անդամներին կոչ արել գիտակցել պատասխանատվությունը եւ ԱՊՀ շրջանում ընդունել ոչ թե ձևական, այլ այնպիսի որոշումներ, որոնք բխում են անդամների իրական շահերից։ Վարդան Գալստյան, ժամը լրատվական։